Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նարեկ Իրակոսյան պարոն Զուրաբյան, ձեր նշած աղետը կանխելու համար արդյոք ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել Տեր-Պետրոսյանի մոտ մոնղոլ թաթարի տպավորություն թողած Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ճնշումների ենթարկված դաշնակցության հետ թե ոչ, եւ մեկ հարցել, դուք ձեր ելույթի ժամանակ նշեցիք մեր լավագույն դաշնակիցները, այդ թվում նաեւ Ռուսաստանի անունը տվեցիք, Ռուսաստանը գումար է վերցրել եւ զենք չի մատակարարել Հայաստանին, Ռուսաստանը 21-22 թվականներին երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, քաղաքական գնահատական չտվեց, Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանի թիմի թշնամի Ադրբեջանին գեր ժամանակակից զենքեր է վաճառել, որոնք կիրառվել են Արցախի դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ, դուք այդ Ռուսաստանին եք համարում Հայաստանի Հանրապետության լավագույն դաշնակիցներից մեկը։ Շնորհակալություն երկու հարցի համար, հաստատորեն առաջի հարցը կապված է մոնղոլ թաթարների հետ։ Չնայած ես մի քիչ զարմացած եմ, որովհետև Նարեկ ջան, սովորաբար դուք ճիշտ եք արտաբերում մեջբերումները, բայց այս անգամ դուք այդպես չվարվեցիք։ Տեր-Պետրոսյանը երբեք չի ասել, որ ինքը տեսնում է Ռոբերտ Քոչարյանի մեջ մոնղոլ թաթարին։ Ինքը ընդամենը կատարել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծված կառավարման մոդելի տիպաբանություն համատելով դա մոնղոլ թաթարական կայսրության կառավարման մոդելի հետ։ Ինքը երբեք իրանց չի անվանել մոնղոլ թաթարն։ Այսօր ես զարմացա, որ չէ, ասեցիք, որը դուք ասեցիք բառացիորեն, որը Տեր-Պետրոսյանը, որը տեսնում է Ռոբերտ Քոչարյանի մեջ մոնղոլ թաթարի։ Ներողություն, ասեցի տպավոր, ներողություն, ես ասեցի տպավորություն է դառնում, կարող եք հետո լսել պարոն Զուրաբյան։ Չէ, տպավորությունը թողնում է ինչ է։ Այսինքն հիմա ինքը անվանել է իրանց մոնղոլ թաթար, թե չի անվանել։ Հարց եմ տալիս ձեզ։ Հա, դե լավ չի էլի, որ չեք ուզում պատասխանեք այս հարցին։ Հա։ Այդ ներողությունը ընդունվեց։ Հիմա անցնենք առաջ։ Հիմա անցնենք առաջ։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուժերի հետ համագործակցության վերաբերյալ մենք արդեն հայտարարություն արել ենք։ Եթե դուք ներկա եղել կամ հիշում եք, ես ելույթ ունենալով ազգային ժողովում այդ իմպիչմենտին դրված լսումների ժամանակ հայտարարեցի, որ մենք որևէ համագործակցություն շարժման առումով համատեղ կամ նախընտրական դաշինք կնքելու առումով չենք նախատեսում ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերի հետ։ Եթե դուք կարծում եք, որ մենք նման ենք այլ քաղաքական ուժերի, որոնք մի օր մի բան են ասում, ուրիշ բան են ասում, հերքելով եւ հակասելով իրենց անցյալում արված հայտարարություններին, դուք սխալվում եք։ Մենք եթե մի բան ասում ենք, մենք դա անում ենք։ Ուրեմն այս հարցը արդեն պարզ է երկաթյա վճռականությամբ։ Այդ հարցին սպառեցինք, ոնց է, հա։ Հիմա անցանք մյուս հարցին։ Իսկ դաշնակցության հետ Բայց դաշնակցությունը Քոչարյանի հետ չի։ Նորություն կա ինչ որ այդ առումով։ Ես չգիտեմ ուղղակի։ Հա, հիմա ինչ վերաբերվում է երկրորդ ձեր հարցադրմանը, ես երբեք չեմ պատրաստվում լինել Ռուսաստանի փաստաբան, մեկ։ Երկրորդ, ես ընդամենը խոսում եմ հետևյալ իրողության մասին։ Նիկոլ Փաշինյանը իրենց ամբողջ պրոպագանդան միշտ ասում են, «Բայ ինչ անենք, լավ, որ ասենք զիջումների են գնում, չունենք դաշնակիցներ, չունի Հայաստանը, ինչ անենք»։ Բայց իրանք մոռանում են, որ այդ իրավիճակը, որ Հայաստանը դաշնակիցներ չունի, որը իրանք հաստատագրում են, իրենք են ստեղծել, որովհետև միջև
2020 թվականները, 20 թվականը, ու 20 թվականը, երբ որ պատերազմը սկսեց, Հայաստանը ուներ դաշնակիցներ, եւ այդ 3 գերտերությունները, որոնք Մինսկի խմբի համանախագահությունն էին կազմում, դրանք դաշնակիցներ էին, ու առաջին հերթին այն հարցում, որ իրանք զսպում էին Ադրբեջանին ագրեսիա կատարելու այդ բանից, մտքից, նրանք չէին թույլ տալիս Ադրբեջանը ծավալի հարձակում կամ փորձ լուծելու Ղարաբաղյան խնդիրը ուժով, չէին թույլ տալի, դա իրանց ֆունկցիան էր, դա իրանց առաքելությունն էր, այդ 3 երկրներն էլ ունեն շատ կարևոր հայկական համայնքներ, որոնք ունեն ազդեցություններ այդ երկրներում, իրենք 3-ն էլ կներեք մի վիճակում, երբ որ ռազմական բալանսը վաղուց արդեն թեքված էր Ադրբեջանի կողմ, կատարում էին Ադրբեջանի զսպման գործառույթ, բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը մերժեց բանակցությունները, մերժեց 2019 թվականի հոյակապ պլանը, ինքը, ու դա է իր գլխավոր հանցագործությունը, զրկեց այդ դաշնակիցներին զսպման մեխանիզմները գործածելու կարողությունից։ Այդ պահից Հայաստանը կորցրեց այդ 3 դաշնակիցը։ Այդ պահից։ Եվ ընդհանրապես, ասենք գերտերություն, ձեր նկատմամբ վատ է վարվում, դա իր մեղքը չի։ Համենայնպես մենք Հայաստանի քաղաքացիները այդ հարցի, այդ խնդրի համար պետք է հարց տանք մեր ղեկավարին։ Դու ես արել այնպես, որ կորցրել ես այդ դաշնակիցներին, այդ դաշնակիցները եղել են, դու իրանց կորցրել ես։ Այն խնդիրը, որ ինչ-որ մեկը այլևս մեր դաշնակիցը չի, դա քո կատարված հանցագործության հետևանքն է։ Դու հենց դրա համար չպետք է մնաս դու կառավարման ղեկին։ Բանի պետության ղեկավարի գործունեության իմաստը ու առաքելությունը ո՞րն է։ Ստեղծել դաշինքներ, բարեկամական հարաբերություններ զարգացնել, ստեղծել բալանսներ, զսպել հնարավոր բաները, պատերազմները, այդ դաշինքների շնորհիվ։ Նիկոլ Փաշինյանը եկավ ու այդ ամբողջ համակարգը քայքայեց։ Ընդ որում ես կարամ ասեմ, էլ ինչ քայլերով, բայց այս մի քայլը լրիվ բավարար է։ Այդ 2019 թվի պլանի նկատմամբ իր պահվածքը, երբ որ ինքը ոչ մի պատասխան հիմա պարզվում է, դիվանագիտական կանալներով չի տվել ու գնացել է Ստեփանակերտում, ի պատասխան իրան ուղարկված պլանի հայտարարել է, որ Արցախը Հայաստանը է վերջ, դրանով ըստ էության հայտարարել, որ ես թքած ունեմ ձեր 3 գերտերություն դաշնակիցների վրա։ Այդ արել է Նիկոլ Փաշինյանը։